Բարի երեկո, Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Ինձնից լավ ոչ ոք երկիրը այս վիճակից չի կարող հանել։ Իմ փորձը մեծ է, ճգնաժամային շրջանում ենք։ Նման հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանը անդրադարձել է նաև նախկին թալանչիների թեմային, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության կարգախոսով, թե սիրում է ժողովրդին, հետո պարզվեց, փողն է սիրում։ Եթե սիրեր ժողովրդին, թոշակառուների վիճակը այսպես չէր լինի, նշել է նա, ասելով, որ ամեն ինչի մեջ փորձում է փնտրել ռացիոնալություն ու տրամաբանություն, սակայն Փաշինյանի քայլերը ըստ Քոչարյանի անտրամաբանական են։ Անդրադառնալով իր նախագահած տարիներին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը նշել է 2008-ից ոչ մի պետական պաշտոն չզբաղեցրեց։ Հեռացավ։ Իր կյանքի երջանիկ տարիները եղել են 2008-ից 2018 թվականը, երբ նա ազատ էր, աշխատել էր հսկայական ընկերությունում մեծ գումարներ վաստակելով, առանց պատասխանատվություն կրելու մեծ գործերի համար։ Քոչարյանն իրեն բնութագրել է մարդու, որ 1988-ից 2008 թվականներին անցավ կրիզիսային ճգնաժամային փորձություններով պատասխանատվություն ունենալով։ Ըստ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի, հիմա վիճակը ճգնաժամային է, պատասխանատվություն ստանձնելու կամ խուսափելու ընտրության առաջ ենք կանգնած։ Ինձնից լավ ոչ ոք երկիրը այս վիճակից չի կարող հանել։ Իմ փորձը մեծ է, ճգնաժամային շրջանում ենք, դրա համար է մասնակցում ընտրություններին, եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը։ Հայ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը ստացել է դասական երաժշտության ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը՝ Էրնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորների մրցանակը, որը հաճախ անվանում են երաժշտության Նոբելյան մրցանակ։ Նրա երաժշտությունը հաճախ հիմնվում է հայկական մշակութային ժառանգության վրա, ներառելով ավանդական գործիքներ եւ ժողովրդական մեղեդիներ։ Միևնույն ժամանակ արտիստ ուսումնասիրում է ոչ ավանդականը, միկրոտոնալությունը, առանձնահատուկ անհատական հնչողություն ստեղծելով մեծածավալ ստեղծագործություններում։ Սարդարյանը ծնվել է 1993 թվականին Արցախի Հադրութ քաղաքում, սովորել Երևանի պետական կոնսերվատորիայում, ապա սովորել Գերմանիայում։ Սարդարյանը մասնակցել է հայտնի կոմպոզիտորների վարպետության դասերին եւ արժանացել մի քանի մրցանակների, այդ թվում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի 2014 թվականի մրցանակին, Սայեթ-Նովայի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին, ինչպես նաեւ Կարնեգի հոլի մրցանակին։ Մրցանակը, որը սահմանվել է 1972 թվականին Էրնստ ֆոն Սիմենսի երաժշտական հիմնադրամի կողմից, շնորհվում է աշխարհահռչակ կոմպոզիտորներին, դիրիժորներին, կատարողներին եւ երաժշտական գործիչներին, երաժշտության զարգացման գործում նրանց բացառիկ ներդրման համար։ Մոտ ապագայում հնարավոր են մագնիսական փոթորիկներ։ Երկրի վրա վերջին օրերին նկատվել է թույլ մագնիսական փոթորիկ եւ դրա կրկնության հավանականությունը կա։ Պատճառն այն է, որ արեգակնային քամու հոսքը հասել է երկիր։ Գեոմագնիսական միջավայրը եղել է կարճաժամկետ խանգարումներով եւ թույլ մակարդակի մագնիսական փոթորիկով։ Բռնկման ակտիվությունը ցածր էր։ Հաջորդ օրվա կանխատեսմամբ գեոմագնիսական իրավիճակը կպահպանի կրկնակի մագնիսական փոթորիկների ռիսկերը։ Ստրասբուրգում բողոքի ակցիա տեղի ունեցել ընդդեմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցի։ Հանուն Ալիևի ոչնչացնում եք հայկական մշակույթը, վանկարկել են տեղի հավաքված հայերը։ Միջոցառման մասնակիցները գործող իշխանություններին մեղադրում են Ադրբեջանի շահերը հաճոյանալու նպատակով երկրի մշակութային եւ հոգեվոր արժեքները գիտակցաբար ոչնչացնելու մեջ։ Խիստ հայտարարություններ են հնչել հայ առաքելական եկեղեցու հետապնդման եւ Էջմիածնի հեղինակությունը խարխլելու փորձերի մասին։ Ցուցարարները համոզված են, որ պետական քաղաքականությունը հանգեցնում է ազգային ժառանգության կորստի եւ հարևան պետությանը չարդարացված զիջումների։ Այսպիսով ակցիայի մասնակիցները հանրային խորը դժգոհություն են հայտնել կառավարության գործողությունները կապելով հայ ժողովրդի ինքնության ուղիղ սպառնալիքի հետ։ Արժեքները եւ գիտակրթական արժեքները ոչնչացնում եք հանուն Ադրբեջանի Ալիևի հայտարարությունների։ Երբ Կովկասի եւ Ադրբեջանի մուսուլմանական առաջնորդ Փաշազադեն հայտարարեց, Էջմիածինը հայտարարեց, սկսեցիք Հայաստանի եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու դեմ ձեր ռեպրեսիաները, բռնազավթումները, բռնագաղթերը, դուք ամեն ինչ անում եք, որպեսզի հայ ժողովուրդը, հայ եկեղեցին այսօր հեռանա եւ Էջմիածինը հանձնի ձեր ցանկացած այդ պետությանը, դուք ենթարկացնում, սպերկացնում եք հայ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին։ Զոոնոզ կենդանիների համար վարակ է տարածվում։ Նիպա վիրուսով հարուցված հիվանդություն է ի հայտ եկել։
Վարակի հիմնական աղբյուր հանդիսանում են չղջիկները եւ խոզերը։ Մարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով եւ մեզով աղտոտված մրգերի եւ արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաեւ վարակված կենդանիների, մասնավորապես խոզերին խնամելիս եւ կենդանական ծագման հումքի հետ շփվելիս։ Հնարավոր է նաեւ վարակի փոխանցումը մարդուց մարդ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում։ Վերջին տարիների մարդկանց շրջանում հիվանդության բռնկումներ են արձանագրվել Մալազիայում, Բանգլադեշում եւ Հնդկաստանում։ Վարակի տարածման առումով բարձր ռիսկային երկրներ են համարվում Կամբոջան, Գանան, Ինդոնեզիան, Մադագասկարը, Ֆիլիպինները, Թայլանդը։ Հիվանդության գաղտնի շրջանը հիմնականում տևում է 4-ից 14 օր։ Հիվանդությունը կարող է ընթանալ տարբեր ձևերով՝ անախտանիշ, սուր շնչառական հիվանդություններին բնորոշ ախտանիշներով, էնցեֆալիտներով, տարբեր նյարդաբանական խանգարումներով։ Վարակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործելուց առաջ լավ լվանալ մրգերը, չօգտագործել թերի ջերմային մշակում անցած արմավենու հյութ, օգտագործել միայն բավարար ջերմային մշակում անցած կենդանական ծագման սննդամթերք, խուսափել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից, պահպանել անձնական հիգիենայի կանոնները, կենդանիներին խնամելիս օգտագործել անձնական պաշտպանիչ միջոցներ։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում վարակի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները տարածված չեն, հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը մեր երկրում ցածր են։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube ալիքի բաժանորդ օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։